Շնորհակալ ենք Աստծուց, փառք Աստծուն, իրավողորմությունն է, որ հնարավորություն ունենք ոչ թե մենակ իրար հետ մեկտեղ հավաքվել, այլ առաջի հերթին Աստծո Քրիստոսի ներկայության մեջ հավաքվել։ Վստահ ենք, Տերը ճշմարտախոս է։ Նա ասել է, որ իր անունով հավաքվածները 2-3 հոգի էլ անգամ լինեն, ես ձեր մեջ եմ։ Այսինքն, եթե մարդը փափագ ունի դեպի Տերը, Քրիստոսի ներկայությանը, նրա խոսքին, նրա ճանաչողությանը, ինքը այդ նպատակով է հավաքվել նրա, ասենք, եթե 2-3 հոգի լինեն միասին այդ նպատակով հավաքված, ես ներկա եմ։ Այսինքն հասկանում ենք ոչ թե ուղղակի լոկ ներկայություն, այլ աշխատանք, ներգործություն։ Այսինքն ձեզ հետ գործելու եմ, փառք Աստծուն սրա համար։ Իհարկե մենք լավ իմանանք, որ միշտ Տերը նպատակով, ծրագրով իր աշխատանքն է իրականացնում։ Մենք ուշադրություն դարձրել ենք Սուրբ Գրքից, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը որևէ մի բան էր խոսում կամ որևէ մի բան էր կատարում, դա կլներ հրաշք, նշան, մեկ ուրիշ բան, ապա ամեն ինչը իր կարևոր նպատակը ուներ, որ Տերը դա անում էր։ Երբեք Տերը իրեն ցուցադրելու համար կամ ինչ-որ շոու կազմակերպելու համար դες բաներ չէր անում։ Այսօր շատ հավաքույթներ շոուներ են դարել։ Սենց ասած ցուցադրելու, երևակայելու էդ է նպատակը։ Բայց դա Տիրոջ մեջ չկար։ Եվ երբ որ Աստված իր ծառային Հիսուս Քրիստոսին, որ նաև իր որդին է, որ նաև Աստված է, գիտենք, երբ որ գովում էր նաև այդ հատկությունը։ Եսայի մարգարեության մեջ կարդում ենք, որ ինքը խոսում էր այսպես, որ իմ ծառան ոնց որ ինչ որ կանի հանդարտ, լուռումունջ, առանց աղաղակելու, առանց բարձրագոչ բաների, ասենց ասած նպատակով, ծրագրով քայլ առ քայլ կանի ու կհասնի իր նպատակին։ Տեր Հիսուս ասաց, ես ձեզանից մարդկանցից փառք չեմ փնտրում։ Ինչ որ անում եմ, ոչ թե իմ փառավորվելու համար եմ անում, ոչ թե իմ երևնալու համար եմ անում, այլ Հայր Աստծո կամքն անում եմ։ Եթե Աստված չկամենա Հայրը, չեմ էլ անի։ Ոչ թե ես անում եմ, որ տեսեք։ Ինչ եմ ուզում ասեմ, այո, Տերը նպատակով գործում է, բայց հենց սրա համար էլ մենք պիտի լուրջ լինենք, ոնց որ ասած, պատասխանատվություն տեսնենք մեզ վրա։ Եթե Աստված Քրիստոսը մեր Տերը որոշել է, որպեսզի մեզ որևէ միտք փոխանցի, որևէ ճանաչողություն տա, որևէ աշխատանք կատարի մեր մեջ, որ դա արդյունքի բերի, ինքը նպատակով է գործում, ապա Տիրոջ համար դա կարևոր է, եթե որոշել այդ խոսքը խոսի։ Օրինակ, ինչ որ առակ էր պատմում, Տերը կարևորել էր, որ այդ առակը պատմվի եւ բացատրվի։ Հրաշք էր անում, զորություն էր գործում։ Տերը կարևորել էր դա, որ պիտի դա լինի։ Այսինքն դրանով Տերը կամենում է, որպեսզի մեզ մի կարևոր միտք փոխանցի։ Եվ այդ միտքը մեզ օգնի, որպեսզի մենք մեր անելիքը տեսնենք, մեր քայլը տեսնենք անելու։ Եվ միշտ Տիրոջ կամքը սա եղել, որպեսզի այո, մարդը իր գործից, խոսքից միտք առնի։ Հասկանա, լավ, լսեցի, փառք Աստծուն, այսօր օրինակ եկել ենք հավաքույթ, Տիրոջ ներկա խոսքը լսելու։ Մենք միշտ պիտի վերջում մտածենք, ինչ միտք առա, ինչ էր ուզում ասել Տերը, ինչի վրա է շեշտադրում է, որն էր կարևորությունը, որ հարցի հետ կապված էր Տերը խոսում, որ անհանգստացած կամ կարևորված, որ մենք դա հասկանանք, միտք առնենք եւ մեր քայլը կատարենք։ Կարևոր է դա, ժողովուրդ ջան։ Եթե ոչ մեր գնալ գալը արդյունք չի բերի մեր կյանքում եւ Տերը կխոսա, Տիրոջ խոսածը տենց էլ մեր կյանքում որևէ փոփոխություն չի առաջացնի եւ տեսնում ենք այդպիսի բան կար նաեւ այն ժամանակ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա գործում էր։ Տեղ կա Տերը խոսեց, մարդիկ առանց հասկանալու էլ թողեցին գնացին։ Ոմանք եկան մոտեցան Տիրոջը, հարցրեցին, ասին Տեր, լավ, ասեցիր, առակով ասեցիր։ Գիտեք, առակը ինքը բացատրության կարիք ունի, խրտնաբանություն է, խրթին բաներ պարունակող, որ ասում առակս ինչ կցուցանե, չէ՞։ Այսինքն ինչ խրատ կար այդտեղ։ Բացատրության կարիք ունի, օրինակներով, ինչ-որ բաներով։ Եվ ոմանք հարցրեցին Տեր, չհասկացանք, մեզ բացատրի։ Այսինքն իրենք հասկանում են, Տերը հենց ուղղակի
մի բան չի պատմում, դրանով իրենց ինչ-որ մի բան է ուզում հասկացնի, միտք առնել տա։ Բայց շատերն էլ տենց էլ չհասկացան, գնացին եւ Տերը ասեց. մարդիկ կան լսելով կլսեն ու չեն լսի, տեսնելով կտեսնեն ու չեն տեսնի։ Այսինքն ոչ մի միտք չեն առնի եւ շարունակություն էս ասում։ Այդ միտք չեն առնի, չեն գիտենա, միտք չեն առնի եւ դրա համար նաեւ դարձի չեն գա եւ դրա համար էլ նաեւ ես իրենց չեմ բժշկի։ Այսինքն հասկացում է, որ այդ ինչ որ Տերը անում էր, նպատակը սա էր, իր ասածը, խոսածը պատճառ դառնա, որ մենք միտք առնենք, հասկանանք Տերը ինչ է ասում։ Այդ միտք առած տեղը մեզ, ոնց որ այդ միտք առնելն է մեզ հնարավորություն տալիս հաջորդ քայլը իրականացնելու, դեպի Տերը դառնանք։ Եթե միտք չառնենք, դեպի Տերը չենք էլ դառնա։ Եվ ասում է, եւ ես նրանց ինչ անեմ, բժշկեմ։ Այսինքն որպեսզի բժշկվենք, անպայման պիտի Տիրոջ խոսքից միտք առնենք։ Որպեսզի Տերը, այ խոսում է, վերջնական նպատակն էլ ասում է, որ ես ձեզ ինչ անեմ, բժշկեմ։ Հոգևոր բժշկություն կլինի, մտքի բժշկություն կլինի, հավատքի, հասկացողության, կյանքի, ֆիզիկական մարմնի։ Տերը խոսում է։ Եթե մենք միտք չառնենք, այսինքն չհասկանանք Տիրոջ ասածի էությունը, ինչ է Տերը ուզում ասի եւ ոնց որ ասած իր ասածով մեզ դեպի ինչ քայլի է մղում։ Այդտենց էլ մենք չենք դառնա դեպի Տերը եւ Տերը իր գործը ոնց որ ասած առաջ չի լինի մեր կյանքում, որտեղ նա այդ նպատակը սա էր վերջնական այդ խոսքի, որ մենք բժշկվենք։ Եվ չենք բժշկվի։ Մեր միտքը չի փոխվի, մեր կյանքը չի փոխվի։ Դրա համար ոմանց համար ասում է տեսնելով տեսնում են ու չեն տեսնում։ Եվ այդպես էլ մնում են։ Բնականաբար այսօրվա խոսքը, որ ես ուզում եմ ձեզ ասենք ներկայացնեմ, վերնագրել եմ այսպես հոգևոր թմրություն։ Իրականության մեջ մարմնավոր ֆիզիկական էլ թմրություն կա։ Երբ որ մարդը ասենք մարմնով թմրած է, օրինակ քնած, կիսա քնածը մի քիչ թմրություն չի, ավելի շատ քնած վիճակ է։ Բայց կա չէ, որ մարդը կիսա քնած վիճակ է, թմրած, աշկերը փակվում են, ծանրանում են։ Դրա, ասենք, բանը ինչու՞մն է կանում, ասենք, այդ վիճակի իր բանը, ոնց որ դրսևորումը ինչ հետևանք է թողում։ Իր շրջապատում լիքը բաներ է կատարվում, ինքը տենց էլ չի հասկանում, ինչ կատարվեց, ով ուր գնաց, ինչ ասեց, ինչ խոսած, որ հարցրես, ասենք, սես բան ասեցինք, սես բան արեցինք, ասի չեմ հիշում, չեմ բան անում, թմրած է։ Անգամ մտքի թմրություն կա, գիտեք, մենք տենց ենք ասում, մեր մեծերից ենք լսել, ասում են դմբրած է, չգիտեմ ոնց են ասում, ինչը, այսինքն չֆայմող, չէ, մի բան ասում ես չի ֆայմում, ասենք երեխեն, չի ֆայմում, այնց չհասկացող, չկողմնորոշվող արագ, շատ պտի ես իմի ձևի բացատրես, որ այդ հարցի շուրջ ինքը հասկանա միտք առնի, այդ ես, այն հակառակ կողմին ռուսական բառով են, չէ, ասում ռուսերեն, շուստրի, կամ հայերեն ասում են բիթի, հենց են ասում, այսինքն արագ միտքը հասկանում է, արագ կողմնորոշվում է, արագ հասկանում է իրանից ինչ են ասում, մարդը ասում են կես խոսքից հասկանում է, այսինքն միտքը բաց է ինքը, արթուն է, կամ արթուն կարելի է ասել մեր բառերով, այնի թմրած, կա նաև հոգևոր թմրություն, ժողովուրդ ջան, երբ որ մարդը, այո, չի կողմնորոշում, իրականության մեջ բաներ է կատարում, որ ինքը դրանից ոչ մի բան չի վերցնում, չի առնում, անգամ գիտեք այդ թմրությունը ինչքան, ասենք, ինչ ձև կարա արտահայտի, մարդը ինքը կարա մասնակից դառնա ինչ-որ հոգևոր բաների, Տիրոջ կողմից հոգևոր գործերի, բայց այդպես էլ մի չառնի, կարևոր այն բանը, որ Աստված ուզում է, որպեսզի մարդը այդ արածից միտք առնի, ճանաչողություն ձեռք բերի, գիտակցի, հասկանա, ըստ դրա էլ նաև իր միտքը փոխվի, կյանքը փոխվի, տենց էլ չլինի։ Անգամ դրանք, ասենք ասած, լուրջ պարգև ունեցող մարդկանց մոտ է երևացել, օրինակ ավետարանը ներկայացնում է Քրիստոսի աշակերտների վիճակը։ Քանի դեռ Հիսուսը դեռ երկինք բանը խաչի գործ չէ իրականացրել, տեղեր կա այն աշճան են, ասենք ասած, այդպես թմրած վիճակով ու դրա հետևանք իրենց գործը, որ
Տիրոջը անգամ բարկացնում են, Տերը որովհետև վերջնականապես շատ բարկանասի հերիք է, էլի, ինչքան պիտի ասեմ ձեզ։ Իր աշակերտներին 12-ին, հələ չեմ ասում շատ ուրիշները, որ իսկ 12-ը, գիտեք, հատուկ կարգավիճակի մեջ էին այն առումով, որովհետև նա գիշեր-ցերեկ Տիրոջ հետ էին։ Տերը ինչ էր անում, ինչ էր խոսում, ինչ էր գործում, իրանց աչքի առաջին էր։ Ես կուզեմ կարդամ այդ դեպքի, ասենք, այդպիսի դեպք Մարկոս ավետարանից 6-րդ գլխում է գրված, խոսքը գնում է օրինակ հացի բազմացման մասին, մինչև այդ հիշեցնեմ, երբ որ կարդացած կնեք ավետարանը, նկատած կնեք, մինչև 6-րդ գլուխը խոսում է Տիրոջ բազմաթիվ գործերի մասին, որ իր աշակերտները ներկա էին, տեսան, եւ Տերը խոսեց եւ Տերը արեց։ Խոսում է օրինակավոր մեռած աղջկա հարության մասին, դիվահար մարդու բժշկության մասին, բազմաթիվ հիվանդներից ազատագրման բժշկության մասին է խոսում, ներկայացնում, բազմաթիվ գործեր, որ Տերը արեց։ Եվ ոնց որ ասած բավականին գործեր, որ հնարավորություն ստեղծեց, որ մարդը ճանաչի ում հետ գործ ունի, հենց աշակերտը Քրիստոսի հասկանա ով է Քրիստոսը։ Եվ եկավ մի բան Մարկոսի ավետարանում կուզեմ կարդամ 6-րդ գլուխը, այսպիսի բան կատարեց։ Մարդիկ եկան Տիրոջ մոտ, որպեսզի խոսքը լսեն։ Երկար մնացին եւ եկավ ժամանակ, ասում է, կարդամ ձեզ 35-րդ խոսքից, ասում է, եւ երբ որ արդեն շատ ժամանակ էր անցել, նրա աշակերտները նրա մոտ եկան եւ ասեցին, որ եկան մարդիկ, հավաքվեցին, Տերը երկար ժամանակ նրանց հետ զբաղվեց, խոսեց, բացատրեց Աստծո արքայության բաները, օրը արդեն տարաժամեց, մթնեց կարելի ասել։ Եվ Տիրոջ աշակերտները ասեցին, օրը ուշ է, էլի, արձակենք դրես մարդկանց, անմարդաբնակ էլ տեղան, այս մոտիկ տեղեր չկա, որ գնան հաց ճարեն, արձակենք, որ ասում է գնան, ման գան իրենց համար հաց գտնեն, որտեղ սոված են։ Կարդամ ձեզ համար, ասում է արձակի դրանց, որ 4 կողմի այստեղ անապատ է եւ ժամանակն էլ արդեն ուշ։ Արձակի դրանց, որ 4 կողմի շեները եւ գյուղերը գնան, իրենց համար հաց առնեն, որտեղ այստեղ ուտելու բան չունեն։ Նա էլ պատասխանեց նրանց եւ ասաց. Դուք տվեք դրանց ուտել։ Նրանք էլ ասեցին նրան. գնանք 200 դայեկանի հաց առնենք եւ դրանց տանք, որ ուտեն։ Նա էլ նրանց ասեց. քանի հաց ունեք, գնացեք եւ տեսեք։ Երբ որ գիտացին, նրան ասեցին 5 եւ 2 ձուկ։ Եվ հրամայեց նրանց, որ ամենքը գունդ կանաչ խոտի վրա նստեն, եւ դաս նստեցին 100 եւ 50 եւ այն 5 հացը եւ 2 ձուկը առավ դեպի երկինքը նայեց, օրհնեց, կտրեց հացերը եւ իր աշակերտներին տվեց եւ գցեց նրանց առաջին եւ այն 2 ձուկը բաժանեց ամենքին եւ ամենքը կերան եւ կշտացան եւ փշրանքներից 12 կողով լիքը վեր առան եւ ձկներից էլ եւ հաց ուտողները 5000-ի չափ մարդիկ էին։ Ըստ տեսանք 5000-ի չափով մարդը մի քանի ձկով եւ մի քանի հացով, որ բազմացվեց Տիրոջ ձեռքով օրհնությամբ տրվեց աշակերտներին, աշակերտներն էլ մասնակից եղան անգամ այդ հացի ոնց որ հաց տալու գործին, իրենք էլ մասնակցեցին, կարելի է ինչ որ չափով ասել։ Հրաշքը իրենք անող չէին, բայց հրաշքի ոնց ասես հրաշքը իրանց ձեռքերով փոխանցվեց մարդկանց հացը, չէ՞ ձուկը։ Եվ ասում անգամ իրենք փշրանքները այդ մնացորդները ավելի ճիշտ է կարելի ասել վերցրեցին ու 12 կողով լիքը։ Իրանք են բերել հացը, իրանք են բերել այդ 5 հացը, մի քանի ձուկը իրանց ձեռով, եթե ուրիշը տեղյակ չի, իրանք 12 աշակերտները հաստատ տեղյակ են։ Եթե ուրիշը կարար մտածել կարող է մի տեղից հաց ճարեցին, բերեցին, մեզ տվեցին, օրինակ եմ ասում։ Իրանք հաստատ տեսան, իրանք բերեցին, ասես քանի հաց ունեք, քանի ձուկ, չէ՞։ Իրանք են ասին, այսքան, ասես դե բերեք։ Այսինքն տեսան, որ այդքան մի քանի ձուկն ու հացը բազմացավ, օրհնություն եղավ Քրիստոսի ձեռքերով եւ իրանք էլ իրաց ձեռքով այդ բազմացված հացը տվեցին ժողովրդին։ Մասնակից դառան Տիրոջ հրաշքին։ Բայց ինչ է Սուրբ Գիրքը ասում։ Այտենց էլ միտք չառան։ Հասկանային ոնց որ ասած ճանաչեին Տիրոջը։ Ինչ կարողության Տեր է, ով է ինքը։
Եվ շարունակության մեջ այսպեսի բան ասում, անմիջապես շարունակության մեջ ասում է եւ շուտով ստիպեց աշակերտներին, այսինքն Տերը ստիպեց, որ նավը մտնեն առաջ այն կողմը Բեթսայդա գնան, մինչև որ ինքը ժողովրդին արձակե։ Եվ նրանցից բաժանվելով վեր ելավ Սարը աղոթք անելու, եւ երբ որ իրիկուն եղավ, նավը ծովի մեջտեղն էր եւ ինքը մենակ ցամաքում։ Եվ տեսավ նրանց, որ նավելիս ալեկոծվում էին, որովհետև քամին ներհակ էր նրանց։ Եվ գիշերվա 4-րդ պահին ծովի վրայով գնալով նրանց մոտ եկավ եւ ուզում էր նրանցից անցնել։ Նրանք էլ երբ որ տեսան ծովի վրա գնալիս, կարծեցին, թե աչքի երևույթ բան լինի եւ աղաղակ բարձրացրեցին, որովհետև ամենքը նրան տեսան եւ շփոթվեցան։ Եվ շուտով խոսեց նրանց հետ ու ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախեցեք»։ Եվ վեր ելավ նավը նրանց մոտ եւ քամին դադարեց, եւ իրենց մեջ խիստ չափազանց ապշել էին եւ զարմանում էին, որովհետեւ հացի վրա էլ չիմացան, որտեղ նրանց սիրտը թմրած էր։ Այք Տերը ասում է ժողովրդի հետ ինչ որ գործ կատարեց, աշխատանք կատարեց, իր աշակերտներին ասեց ծովի մյուս կողմը անցեք։ Նավակ նստան աշակերտները անցնելու ծովի մյուս կողմը։ Ինքը ժողովրդի հետ աշխատեց, ինչ որ բաներ արեց, ինչ որ պետք էր, ելավ Սարը աղոթք արեց, հետո ինքն էլ անցավ ծովի այն կողմը, բայց քայլելով ջրի վրայով։ Եվ ասում է գիշերվա 4-րդ պահը քամին ներհակ էր, իրանք ոնց որ չեն կարող մյուս ափը հասնեին, փոթորիկ էր, վախենում էին, եւ տեսան Տերը ջրի վրայով գնալիս, հետո Տերը համարձակություն տվեց, խոսեց, ասեց՝ մի վախեցեք, ես եմ։ Եվ մտավ, ասենք, նավակի մեջ, եւ ասում է իրանք ապշած էին, այդպես է ընդհանրում իրանց այդ ապրումները, չափազանց ապշած էին, խիստ չափազանց ապշած էին եւ զարմանում էին։ Այսինքն, սենց ասած, էսի սենց ներկայացում է, որ ով է, ես ո՞նց է սենց անում, կամ այս ով է, որ կարողանում է ջրի վրայով էլ քայլել, ինչ ասում, որովհետև այն հացի վրա էլ չիմացան, որովհետև նրանց սիրտը ինչ էր, թմրած էր, ասում է, այս էլ չիմացան, այն էլ չիմացան, որովհետև այն հացի վրա էլ չիմացան, այսինքն ուզում ասի, էսի չիմացան, այն էլ չհասկացան, ոչ սրանից միտք առան, ոչ ճանաչողդ, ոչ էլ նրանից, որովհետև նրանց բաները ինչը սրտերը թմրած էր։ Մենակ զարմացան, նրա վրա էլ զարմացան։ Հա, շատ ժամանակ մենք զարմանում ենք, բայց չենք հասկանում։ Զարմանում ենք, բայց միտք չենք առնում։ Զարմանում ենք, բայց ոնց որ ասած չենք ասում, հա, ուրեմն էսի սենց է։ Ուրեմն Տերը էս կարողության Տերն է, Աստված է, իշխանությունի ծովերի վրա է, իշխանությունի քանակի վրա, կարա քիչը շատ անի, բազմացնի։ Այդ միտքը չենք առնում։ Այդ միտքը չառան։ Հասկանում եք, ասում եմ, որովհետև այսպես է խոսքը մի հատ էլ կարդամ, ասում եմ, որովհետև այն հացի վրա էլ չիմացան, որովհետև նրանց սիրտը ինչ էր, թմրած էր։ Թմրած սիրտ ունենալու պատճառով ոչ են հասկացան, ոչ ես հասկացան։ Այնքան որ զարմացան, ապշեցին, օգտվեցին, բայց տենց էլ միջ չառան, ում այդ գործ ունեն։ Ով այն ազնվորությունը, որին հետևում են, անգամ աշակերտ են դառել։ Հետագայում տեսնում ենք, որ այդի 6-րդ գլխում կարդացի Մարկոսի ավետարանից, 7-րդ գլխում տեսնում ենք, որ նորից առիթ եղավ, որ Տերը հաց բազմացնի։ Երկրորդ անգամ Տերը այդ արեց, նորից նույն իր ձեռքով, այդ աշակերտներին տալով, բաժանելով, թվում էր թե ու հետ երկրորդ անգամ նորից որ այդ կարիքն առաջացավ, թվում էր թե արդեն պետք է իրանք դե ասեն, հա, ոնց որ ասած, երբ որ հարց առաջանա Տեր, օրինակ օգներ ժողովրդին, բայց չէ նորից նույն ձևի հարց տվեցին։ Տենասով մեզ կող, որ դուց հաց ճարենք, ոնց անենք, էլ էս պրոբլեմը, այս ժողովրդին ոնց կերակրենք, այսինքն պարզերևից իրոք նրանց սրտերը թմրացնելու պատճառով չէին հասկացել։ Այսինքն գիտեն, տեսել են, օգտվել են, բայց միջ չեն առել, նորից եմ ասում, գուցե շատ կրկնեցի։ Այստեղ էլ անգամ գիտեք, ինչ տեղ կա Տերը ուզում է, որպեսզի մարդը ինչ որտեղ մարդու մոտ գոնա մարդը իր մոտ բացահայտվի իր վիճակը։ Տեղ կա Տերը գիտի ինքը ինչ անելու, գիտի ինչ անելու, բայց ոնց որ սպասում է տեսնի այդ տուփիկային, ասենց ասած, փակուղային իրավիճակի մեջ քո հայացքը որտեղ կգցես։ Ումը կնայես, ինչ միտք ես առել, ինչ ճանաչողություն ես առել,
Եթե հասկացել ես ով է Տերը, հավատացել ես, դու անմիջապես հայացքդ Քրիստոսին ես գցում։ Տեր օգնի, Տեր ողորմություն անի, դու ես հարցը լուծում։ Եթե չես ճանաչել, միջ չես առել Տիրոջ գործերից, աշկդ գցես նրա վրա ստեղ ընդեղ տենասով կօգնի, գուցե անենց վիճակը որ անհույս կկամնես։ Նույնը ստեղ աշակերտները անհույս կայնել են։ Ոնց անենք, այսքան ժողովուրդը սոված է, մեղ կա։ Դա անգամ իրանք են իրաց բերանով ասում, եթե թողնեն գնան հետ գնան իրանց տները, ճանապարհը իրանց սրտերը կնվաղի, մեղք են։ Բա ոնց անենք, բայց արեց Տերը մի անգամ։ Եվ նորից, երբ որ հրաշքը գործվեց վերջացավ, թվում էր թե լավ, արդեն երկրորդ անգամ լավ էս մեծ բանը կատարվեց իրենց աշկի առաջին անգամ իրենց ձեռքերով, իրենց մասնակցությունը եղավ այդտենց։ Միտք կառնեն, էլի կհասկանան, որ Քրիստոսը նայ որի համար այդ ոնց որ ասած քիչը շատը խնդիր չի։ Ինքը կարա քիչը շատացնի, ավելացնի եւ այլն։ Հաց իր համար խնդիր չի, թե քիչ հաց կա, շատ հաց կա։ Հա, նա հետ Աստվածն է, այդ կարողության Տերն է։ Բայց ինչ կատարվեց 8-րդ գլխի 1-ից մինչև 10-րդ խոսքը ներկայացնում է երկրորդ անգամ հացի բազմացումը, որ կատարվեց 11-ից կարդամ ձեզ համար 11-ից մինչև 21-ը պիտի կարդամ, ասում է եւ փարիսեցիները դուրս եկան եւ սկսեցին նրա հետ վիճել եւ նրան փորձելով նրանից նշան էին ուզում երկնքից եւ նա շատ զայրացավ իր հոգի մեջ ասաց ինչ է որ այս ազգը նշան է ուզում ճշմարիտ ասում եմ ձեզ որ այս ազգին նշան չի տրվի եւ նրանց թողից ու դարձյալ լավ մտավ եւ այն կողմը գնաց ոնց փարիսեցիները վիճում էին որ ասում են նշան էին ուզում նրանից երկնքից այսինքն ուզում են երկնքից Աստծուց նկատի ունեն այսինքն ուզում են ասել դե ապացուցի որ դու իրոք Աստծո ուղարկած Քրիստոսն ես մեզ ապացույց տուր նշան տուր վիճում են Տիրոջը Տերն էլ այդքան նշաններ էր արել այդքան գործեր արել ջղայնացավ ասաց ինչ ազգա Ես ինչքան անհավատ են իսկ խի այսքան արել են պատճառ ոնց որ ասած ձեր համար նշան չի ասում ոչ մի նշան էլ չտվեց թողեց բարկացավ հեռացավ նրանցից այդ հակառակությունից այդ արածները ոնց որ ասած նայեք հեչ էր տեսել են լսել են հենց այդ փարիսեցի կոչվածները նաև բայց իրենց հակառակությունով ոչ էլ ընդունել են որ նա Աստծուց մարդ է որովհետև նրա խոսքը գործը ցույց է տալիս որ Աստծուց բայց ինչ կատարվեց Տերը ասում է եւ շարունակության մեջ 14-ն եմ կարդում եւ մոռացան հաց վեր առնել եւ մեկ հացից ավելի չունեին իրենց հետ նավի մեջ ուրեմն նավակով անց գնում էին հացը մոռացել են վերցրել մի հաց ունեին եւ նրանց պատվիրում էր ասում Տերն էր ասում զգուշ կացեք փարիսեցիների խմորիցը եւ հերովդեսականների խմորիցը Տերը զգուշացրեց իրանց ասես զգուշ եղեք փարիսեցիների խմորից հերովդեսականների խմորից դե որ խմոր ասեց խմորն էլ հացի հետ է կապվում իրանք էդի կապեցին հացի հետ մտածեցին Տիրոջ անհանգստությունը այդ հացն է որ մի հաց ենք վերցրել 10 քանի հոգով մի հացով ոնց պետք է կերակրվենք սոված կմնանք հա եւ մտածեցին էլի Տերը անհանգստանում է հացի համար հաց չկա բայց Տերը ասում է զգուշ կացեք փարիսեցիների խմորից եւ հերովդեսականների ասում է եւ իրար հետ միտք էին անում ու ասում որովհետեւ հաց չունենք այսինքն Տերը սենց ասում որովհետեւ հաց չունենք եւ Հիսուսը իմանալով այսինքն նրանք վախենում են շատ ժամանակ որ ուշադրություն դարձնեք քաշվում են Տիրոջը հարցնեին ջղայնաներ գուցե իրանց վրա հանդիմաներ խիստ իրանց իրար մեջ էին ասում բայց Հիսուսը իմանալով այսինքն իրանց միտքը իմանալով Տերը նրանց մտքերն էր կարդում գիտեր ինչ են խոսում իրանց մեջ թեկուզ իրեն չէին ներկայացնում միտքի Հիսուսը իմանալով ասեց նա ինչ եք միտք անում թե հաց չունեք իրանց մտածածը իրանց մեջ խոսածը ասեց տակավին չեք իմանում եւ չեք հիշում տակավին թմրած է ձեր սրտերը նորից արդեն բարկանում է Տերը չեք հիշում մոռացաք թմրած է ձեր սրտերը եւ ի՞նչն է հիշեցում աչք ունեք ու չեք տեսնում ու ականջ ունեք չեք լսում այսինքն այս թմրած վիճակը է սա որ տեսնելով տեսնում են ոչ էլ հասկանում են եւ չեք երբ որ այն 5 հացը 5000 հազարի համար կտրեցի քանի կողով լիքը վեր առակ նրա կտորները եւ նրանք ասեցին 12 եւ երբ որ 7 հացը 4000-ին համար քանի զամբյուղ լիքը վեր առակ նրա կտորները նրանք ասեցին 7-ը եւ նրանց ասեց ապա ինչպես եք իմանում այսինքն ո՞նց եք որ միտ չեք առնում
Տերը տեսնում եք, անգամ երկրորդ անգամ նույն բանը արեց, էլի մի չարան։ Այսինքն էլի ձեռ չբերեցին Աստծո ճանաչողություն։ Այսինքն եթե մարդը ուշադրություն դասեք վտանգը թմրած սրտի, որ մարդը թմրած ասма, միթե թմրած է ձեր սրտերը։ Այսինքն սրա համար չեք կարող հասկանալ գիտակցել։ Եթե մարդը թմրած սիրտ ունի, ուզի 100 անգամ Տերը նույն բանն անի, ինքը չի կարողանալու դրանից այն անհրաժեշտ կարևոր միտքը ստանալ, որ Աստված անում է, որ այդ նաև դրա համար, որ այդ կարևոր միտքը ինքս ձեռք բերի, որ եկուս մի խնդիր առաջանա, նույն տիպի դժվարություն առաջանա, հարց առաջանա, ինքը իր ընդունածով կարողանա պաշտպանվի, ինքը իր ընդունածով ճիշտ քայլ կատարի, անհավատություն չանի, վստահի Տիրոջը, հավատա Հիսուսին, կարողանա իր հոգսը Տիրոջը հանձնել, իր խնդիրները լուծել Տիրոջով, ոչ թե մնա միշտ անհավատ։ Այդպես արեցին Իսրայելում իսրայելցիները, որ Եգիպտոսի երկրից են դուրս եկել։ Տերը ամեն տեսակ հրաշք իրանց համար արեց Եգիպտոսի երկրի մեջ, անապատում, բայց հենց գալիս էր պահը, մի բանի պակասություն էին ունենում, օրինակ ջուր չկար, սկսում են տրտնջալ, բողոքել, նեղվել, լացել Տիրոջ առաջին, մեղադրել Աստծո ծառա Մովսեսին, որ Աստված նրանով էր առաջնորդել դուրս անել այդ երկրից եւ գնում են դեպի խոստացյալ ավետյաց երկիրը։ Քարերով ուզում են սպանեին Մովսեսին, դուխի մեզ հանեցիր Եգիպտոսից, բերեցիր, որ անապատում մեռնենք, բայց դա ինչից էր, այդ հենց մի չառնելուց էր, տեսեք մի չառնելը ինչ է բերում, բայց այդքան բան Տերը արեց, եւ եկավ մի պա Տերը ասեց, մինչև երբ է ժողովուրդը պետք է սենց անհավատ մնա, ես էլ ինչ պետք է անեմ, որ այս ժողովրդի համար, որ այս ժողովուրդը բժշկվի, այս ժողովուրդը բժշկվող չի, ու հիշում եք, չէ՞ ինչ կատարվեց, երթվեց, այո Տերը որ երթվում է, այլ փոփոխություն չկա, վերջ, երթվեց, այս ժողովուրդը անապատում էլ կմնա, այն որ ես խոստացել է իրանց պետք է հանգիստ հասցնեմ, Քանանու երկիրը, այդ ավետյաց երկիրը, չի հասնելու, ինչև 20 տարեկանից բարձրը չի մտնելու այդ երկիրը, հենց անապատում էլ բանանեն, կմանգան, կմեռնեն, նոր են 20 տարեկանից բարձրերը կմտնեն, այս թմրասիրտը չարիք է, ոնց որ անը չանի Տերը ոչ մի բան, արդյունք չկա մարդու համար, ոչ մի պտուղ չի տալիս, Տիրոջ գործը այդ մարդու համար դառնում է անպտուղ դատարկ, ինչու, որտև թմրած է սրտով, աշակերտները այդ վիճակի մեջ էին այս պահերի մեջ տենես, հարցեր կա հասկանում են, բայց այստեղ այս հարցում չէին հասկանում, Տերը հա ասեց, գնալու եմ Երուսաղեմ, քահանաներից, հեթանոսներից ձեռն եմ մատնվելու, այսինքն հռոմեացիների, եւ ինձ խաշն եմ բարձրացնելու, բայց ես երրորդ օրը ինչ եմ անելու, հարություն եմ առնելու, քանի անգամ ասեց, հա ասեց, չէ, նախորոք եմ ասում, որ չգայթակղվեք, բայց ինչ է լավ, այտենց էլ մի չառան, այտենց էլ, ոնց որ ասած, այդ միտքը չդարձրի իրանցը, որ սենց անելու վերջ, եթե ելնի չզարմանանք, եթե ելնի չխաբանանենք, չխառնվենք իրար, չէ, խառնվեցին, գլուխները կորցեցին, որ այդ Աստված ողորմություն չարեց, ցիրուցան էին ելնելու։ Տեր Հիսուս ասում է, ես ձեր համար աղոթք արեցի, որ սատանան ձեզի ցիրուցան չանի, որ հետո որ դառնաք, ոնց որ ասած, հաստատվեք, բերվեք։ Այո, շատ մեծ չարիք կա դրա մեջ։ Մեկ ուրիշտեղ Սուրբ Գիրքը ասում է, ներկայացնում է, եթե մարդը արթուն մարդ չի, նաև չի կարող հասկանալ թշնամու բանը, սատանայի գործունեությունը։ Միշտ, երբ որ խոսում է հոգևոր պատերազմի մասին, որ սատանան մեր դեմ իր մարդկանցով, իր ուժ միջոցներով պայքարի պատերազմի մեջ է։ Եթե դու չպատերազմես, ինքը պատերազմում է։ Ինքը Աստծո թշնամին է, եթե դու Աստծո կողմն ես, քո թշնամին է։ Եվ ես ասում, արթուն կացեք, չէ՞։ Միշտ ամենտեղ ասում, արթուն կացեք, աղոթք արեք, հսկում արեք, որ սատանան ոսոխը ձեր թշնամին, օրինակ Պետրոս առաքյալն ասում, որ ման է գալիս, թե որին կուլ տա։ Այսինքն, եթե մի հատ ոչ արթունի գտնի, ոչ սթափի, որ հսկումի մեջ չի, այդ չի տեսնում չարի գործնեությունը, արխային իր համար հանգիստ ապրում է, կարծես թե հոգևոր ոչի պատերազմ չկա, ասում է, այն նրան մանագալը հենց որ կուլ տա։ Տիրոջ գալուստի համար Տեր Հիսուս Քրիստոսը ասեց, արթուն կացեք, աղոթք արեք, հիշեք Ղուկաս 21-րդ գլուխը։ Այսինքն, եթե քնած եղար, հանկարծակի է գալու Տերը քեզ համար։
թմրած եղար, չհասկացար ժամերը, ժամանակները, չհասկացար նշանները, ինչ է կատարում երկրի վրա, Տերը ինչով է ուզում ցույց տա հասկացնի, որ մոտ է Հիսուսի գալուստը, պատրաստվիր, եթե արթուն չեղար, միտ չառա, չհասկացար, Հիսուսի գալուստը հանկարծակի է գալիս, անգամ Տիրոջ խոսքը ասում է գիշերվա գողի պես։ Գիտեք, ոչ մեկ գողի չի սպասում։ Գողի մտնելը անսպասելի է, հանկարծակի մարդիկ տենում են, գողը մտնել է, տարել է։ Ասում է, եթե սպասենք, ինչ կանեն, իրաց տան մեջ պահկվեն, կբռնեն իրաց գոյին, բայց անսպասելի է։ Հիսուսի գալուստը լրիվ է այդ, ոնց ասած, այդ զուգահեռնատան, այդ քարքի մարդը չի տենալու, մեկ էլ հանկարծակի Հիսուսը գալու է։ Բայց թեկուզ հենց Ղուկաս 21-րդ գլուխը ես հիշեցնեմ, երբ որ Տերը խոսեց, ասեց. «Զգուշ կացեք ձեր սրտերը չծանրանան», այսինքն սրտերի ծանրության մասին խոսեց, որը պատճառ կարա դառնա, դուք արթուն մարդ չլնեք, նշանները, ժամանակները չհասկանաք, Աստծո ուզած միտքը չընկալեք, որ տեսնեք, ասենք ինչ պիտի անեք, ձեր անելիքը Հիսուսի գալուստի հետ կապված։ Զգուշ կացեք, որ ձեր սրտերը չծանրանան, 3 բան ասում, չէ, որ այսօր շատ տարածված է, շատակերություն, չէ, հետո հարբեցողություն եւ ապրուստի հոգս։ Այսօր շատ հոգսերով տարված են մարդիկ։ Ուտելու հոգս, ասում արբեցողություն, այդ արբեցողությունը միայն գինով ու արաղով արբել չի։ Լիքը մարդիկ կան, ուրիշ ձև են արբում։ Հարբած են իրանց ցանկություններով, ծրագրերով տարված են ուղակի։ Ոնց որ գինին մարդուն տանում է, առաջնորդում է արաղը գինին, չէ, որ մարդը գինով ցած է, հարբած է, ինքը չի եթում։ Այդ արաղն է իրան առաջնորդում։ Իրա խոսալը բանան, բաներ կա հետո ասում են ինչ է խոսում, ասում է չեմ հիշում։ Հա, նմանապես շատ ցանկություններով լցված են, ծրագրերով, նպատակներով հարբած են ու տարված են, ասած, որ իրանց տանում է այդի։ Եվ ինչ ասեց, նաև հոգսերով, չէ, ապրուստի հոգսերով, որ շատ է։ Ամեն դեպքում Աստված մեզ զորքն ուրմս, այդտեղ ասում է արթուն շարունակություն ես ասում, արթուն կացեք, աղոտ քարեք, որ արժան լինեք այս ամեն բաներից, ինչ որ Տիրոջ գալուստից առաջ մեծ հարցեր են առաջանալու, մեծ փոփոխություններ ու դժվարություններ երկրի վրա։ Սա ամեն ինչից ազատվելու եւ մարդու որդու, այսինքն Քրիստոսի առաջ կանգնելու։ Եվ պիտի մի բան հիշեցնեմ, ես սրանով կավարտեմ, միշտ էլ սա մենք հիշեցել ենք, ասենք արթուն սթափ զգաստ մարդ, որ ոնց որ ասած, որ միտք էր առնում Աստծո ասածներից, արածներից, ու այդ իր հասկացածի հիման վրա էլ ինքը գործում էր։ Մարիամի մասին պիտի հիշեցնեմ, վերջերս հիշում եմ Արսեն աղբերն էլ այդ օրինակները բերեց։ Մարիամը հիշում եք, ինքը մեկն էր, որին շնորհ եղավ, որ իրենով պիտի Աստծո որդին մարմին ստանա, մարդ դառնա։ Հիսուսը ծնվի։ Եվ իրան խոսեց հրեշտակը, իր հետ խոսեց, իր հետ կատարվեց ամեն բաներ, ինքը լսեց Հիսուսի համար ինչ վկայություններ տվեցին Աստծուց եղած մարդիկ, հովիվ մարդիկ, ինքը, ասենք, շատ բաներ տեսավ եւ այդ ամեն ինչի մեջ ասում է ինչ որ լսում էր Հիսուսի համար, իր որդու, իր զավակի համար, ինքը իր մտքի մեջ ինչ էր անում, պահում էր ու նաեւ մտածում էր։ Պահում էր, չէր մոռանում։ Եվ եկավ պա ուշադրություն, հələ տեսեք աշակերտների տարբերությունը Մարիամից։ Աշակերտները, որ ես օրինակ բերեցի, բազմաթիվ ասեցի, հրաշքնշան արդեն տեսել են, երբ որ պիտի այդ հացի բազմացումը լիներ։ Բայց Մարիամը ոչ Հիսուսի ձեռով ոչ մի նշան հրաշք չէր տեսել։ Երբ որ Կանայում հարսանիք էր, առաջի հրաշքը, որ եղավ, հիշում եք, չէ, Կանայում էր։ Հարսանիք էր, ասում եմ, Մարիամն էր, Հիսուսն էր, իր աշակերտներն էլ կանչվեցին։ Եվ հարսանիքի դա Հովանու 2-րդ գլխում է գրած, կարող եք կարդալ։ Հարսանիքի ասում է, կեսից գինին վերջացավ։ Եվ Մարիամը ասում է, բան արեց, ասենց ասած, վստահաբար, որ ով է իր որդին, որ մարմնի կողմանից զավակը, որ բան լույս աշխարհաբեր, Աստծո որդին է, որ նրա ձեռքով ամեն բան հնարավոր է, նույնիսկ ասեմ, ոչ մի հրաշք չէր տեսել Մարիամը Հիսուսի ձեռով, բայց վստահաբար այդ ծառաներին ասեց, գնացեք իրան դիմեք, ինչ կասի արեք։ Իսկն ինքը այդ հարցը կլուծի, հրաշք կանի ինքը։ Եվ հրաշք եղավ։
Այն Մարիամը ոչ մի հրաշք չէր տեսել, բայց վստահ Հիսուսը հրաշք անող է, զորություն անող է, Աստված է, ամեն ինչի վրա իշխող Աստված է։ Եթե այնտեղ քանակի հարցն էր, որ քանակի վրա իշխանություն իր համար քիչ ու շատ չկա, դե որակի հարցն է, որակ կարա փոխի, ջուրը կարա գինի դարձնի։ Ու դարձրեց, անգամ լավ գինի։ Ասում է սեղանապետը, երբ որ այդ գինին համտես արեց, այդ ծառաները ասում է այդ կարասիներ կային, լցվեց այդ ջրով լցրել տվեց Տերը, ասեց այդ այդտեղից վերցրեք գինին, տարեք սեղանապետի մոտ։ Երբ որ այդ ջուր դարած գինին համտեսած, ասեց այս կանչեց փեսային ջղայնացավ վրեն։ Ասեց ես չեմ հասկանում, ուրիշները սենց են անում։ Լավ գինի սկզբից են տալում, դե լավ գինի խմողները զգում են լավն է, բայց որ մի քիչ հարբում են, լավը լինի, վատը լինի չեն զգում էլի։ Վերջում նոր վատն են տանում։ Հետո վատն են, բայց դու թողել ես լավը պահել ես ամենավերջում, ես տալում ես ի՞նչ բան է։ Իսկ դե լավ գիններ սարքե Տերը։ Բայց այդ Մարիամը նորից ասում ոչ մի հրաշք չէր տեսել։ Տիրոջ ձեռքով իրականացված ոչ մի, դա առաջի հրաշքն էր, որ Տերը կատարեց, այդպես է գրում Սուրբ Գիրքը։ Բայց նա հավատ գիտեր ով է, միտքեր առել, իր լսածը, տեսածը իր համար արդյունք էր տվել, ինքը վստահություն, համոզմունք, հավատք ուներ, ով է իր որդին, Իրանից ծնվածը, Աստծո որդին է, Քրիստոսն է, Աստված է, որի ձեռքով ամեն բան հնարավոր, ամեն հնարավոր բարի բան կկատարվի։ Եվ մղեց, որ իրան դիմեք, ինքը անպայման ձեզ կօգնի։ Այո, այս տարբերությունը մեծ է իրոք։ Եվ թող Տերը օրհնի մեզ, նորից եմ ասում, որպեսզի մենք նորից ուշադիր լինենք, գալիս ենք հավաքույթի, խոսք ենք կարդում, մի բան կա, աղոթք կանենք, չենք հասկանում, հարցնենք, չհասկացան տեղ կա, եկան հարցրեցին, Տերը ասեց երանի ձեզ, որ դուք սենց եք, ուզում եք իմանաք։ Այս մարդիկ էլ կան, կա տեսնենք, տեսնելով տեսնեն ու չեն տեսնի, բայց ուշադրություն դարձեք, Տերը իր ցույց տվածի, ասենք, բացահայտածի, ասածի հետևում կանգնած է, որ պահանջի էլ։ Հասկանաս, չհասկանաս, Տերը կասի, ես քեզ ցույց եմ տվել։ Ես քեզ բացել եմ, ես քեզ հասկացրել եմ, ես քո առաջին եմ խոսացել ու արել։ Խի՞ չես միտք առել։ Խի՞ չես ընդունել։ Տեղ կա Սողոմոնին ասում է, ես երկու անգամ Սողոմոնի հետ խոսացի, բայց նա այտենց էլ ինձ թողեց։ Երկու անգամը կարող է շատ քիչ մարդու աչքին երևա, բայց Տիրոջ համար լրիվ հերիք է, որ Սողոմոնից պահանջեր, Սողոմոն, ես քեզ հետ խոսեցի, խիտ ես չարություն գնացիր արիր։ Դրա համար ինչ որ լսում ենք, դա պատասխանատվություն է նաև մեր մոտ ստեղծում։ Լսեցիր։ Միտք առ։ Դրա կարևորությունը հասկանալ, որ նաև դա մեզանից պահանջվելու է, մենք պետք է աղոթք անենք, Տեր օգնի մենք հասկանանք, օգնի մեզ համար բացվի։ Քո խոսքերը հասկանանք, քո խոսքերից հասկանանք ինչ էր ուզում ասել, ինչ միտք առնենք եւ դրանից հետևելով ինչ քայլ կատարենք, մեզանից պահանջված է ինչ է, ինչ պիտի անենք։ Այս մարդը հարցնում է այսօր հավաքույթին ինչ խոսված, մտածո չեմ հիշում։ Եվ որ չես հիշում, էլ ինչ պետք է մի քայլ կարաս դու անես, եթե մի բան չես հիշում։ Ուրեմն Աստված թող մեզ օրհնի, որպեսզի զգուշ լինենք, արթուն լինենք, հիշեք։ Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 7-րդ խոսքում ասում է Աստված մեզ չտվեց երկչոտության հոգի, այսինքն Աստված մեզ ողորմություն արել, մի հատ հոգի է տվել, մի բնույթ է տվել, որ ինչ ասում է, սիրո, զգաստության եւ զորության, այո։ Սիրո, զգաստության եւ զորության։ Դրա մեջ զգաստությունն է նշում։ Զգաստ լինել, այսինքն սթափ, արթուն, որ հոգևոր բաները լավ հասկանալ, զանազանել, միտք առնել, այս հոգին է տվել, այս կարողությունը տվել է Տերը։ Նրանք ովքեր Հիսուսին են, այդ հոգին ունեն իրաց մեջ։ Այդ թմրությունը պիտի իրաց չպատի։ Եթե կա պիտի աղոթք անեն, եթե կա պիտի մտածեն ինչի պատճառով է, շատ ժամանակ մեղքի պատճառով է դա։ Շատ զբաղվածության պատճառով է, հոգսերի պատճառով է, ես չգիտեմ։ Պիտի խնդրենք, որ որովհետև Տերն է խոսում, մենք պիտի վախենանք, եթե ասենց ասած մեր կողով չանցնի, մենք բան չիմանանք, որովհետև հետո պահանջվելու է։ Բացի այդ Տերը խոսում է մեր կյանքի համար։ Հարցեր կլինեն, որ հենց ինչ որ խոսացել է հիմա, վաղը քեզ պետք է գալու։ Դրա համար է Տերը խոսում։ Աստված օրհնի աղոթք անենք։